Այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը։ Ինչ կարծիք ունեն սրա մասին։ Երբ Ադրբեջանը ամեն օր Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն, թող այս հարցին պատասխանեն, թող իրենց վերաբերմունքը արտահայտեն։ Հայ եւ ադրբեջանցի հասարակությունների միջև առաջացած մեծ անդունդը չեն կարող լցնել մի քանի հանդիպման արդյունքով, կարծում է Արեգ Քոչինյանը, որ ապրիլի 12-ին է վերադարձել Բաքվից։ Հարյուրավոր պատճառներ կարող ենք նշել, թե ինչու այս փոխադարձ այցելությունները պետքա տեղի չունենան, եւ ես կարող եմ ընդհանրապես մեկ պատճառ նշել, թե ինչու այդ այցելությունները պետքա տեղի ունենան, որովհետեւ իմ գնահատմամբ այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը։ Բայց Ստեփան Հասանջալալյանը խաղաղության հասնելու ճանապարհին քանի դեռների խումբ է ներկայացնում։ Քանի Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքում է, ապօրինաբար պահում է հայ գերիներին, քանի դեռ Արցախը օկուպացված է, քանի արցախցիները բռնի տեղահանված են։ 5-րդ, քանի դեռ Ադրբեջանում արկա է ռասայական խտրականության, ատելության դրսևորումներ, քաղաքականություն, ազգությամբ հայերի նկատմամբ, 6-րդ, քանի դեռ Ադրբեջանում դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները եւ ատելություն են սերմանում, տարածում ազգությամբ հայերի նկատմամբ։ Այդ ատելություն տարածելու մասին խոսել են Բաքու կատարած այցի ընթացքում։ Բորիս Նավասարտյանն է ներկայացնում։ Մեզ վստահեցնում էին, որ այդ գործընթացը, այդ դինամիկան այո կա, այսինքն դրական վերաբերմունքը հարաբերությունների նորմալացման եւ խաղաղության հաստատման ակնհայտ է։ Ադրբեջանական լրատվամիջոցներից Ազերթաջ Ալիքում մի քանի հաղորդում կա հայերի եւ ադրբեջանցիների հանդիպումների մասին։ Երկուսում գեթ 1 դրական մեկնաբանություն չկա, մյուսում առհասարակ մեկնաբանություններն են բացակայում։ Սա Facebook-յան հարթակում։ YouTube-ում տպավորություն է, թե մեկնաբանությունները ջնջված են։ Օրինակ, այս տեսանյութի տակ ցույց է տալիս մեկ մեկնաբանություն, որը չի բացում։ Հայկական լրատվամիջոցներից պետական ֆինանսավորմամբ գործող Armenpress-ի մեկնաբանությունում ադրբեջանցիներից մեկը ներկայանում է Հայաստանում ապրող անանուն օգտատիրոջ նոր հարևանն ու հրավիրում հաղթանակի զբոսայգում շախմատ խաղալու եւ իր խոսքով մի բան խմելու։ Մեր հեռարձակած ուղիղ եթերում ոչ մի մեկնաբանություն չի եղել, իսկ մեկ այլ լրատվամիջոցի ուղիղ եթերում այսօրվա խմբին, որ ամփոփում էր այցը, անթասիբներ են կոչել։ Ստեփան Հասանջալալյանի խոսքով ադրբեջանական լրատվամիջոցները գրաքննվում են եւ այս փուլում հնարավոր է վերահսկողության տակ առնեն օգտատերերին։ Ադրբեջան ժամանած խմբի 4-րդ հանդիպումն է եղել ապրիլի 10-ից 12-ին։ Քաղաքասարակության ներկայացուցիչները Գաբալա քաղաքում հանդիպել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ։ Պատվիրակության անդամներից Սամվել Մելիքսեթյանին ադրբեջանական սահմանամերձ գյուղերում ստեղծված պատկերն է հուզել։ Ադրբեջանական այն գյուղերը, որ հարևան են Հայաստանին, իմ տպավորությամբ շատ ավելի են տուժել նաև եւ շատ ավելի sense բան սահմանային եւ նույնիսկ ֆրոնտի, առաջնագծային տեսք ունեն, որովհետեւ ճանապարհների շուրջ այդ հողային պատնեշներն էին, ցանկացած սահմանային գյուղ, որ մեր մտնում ենք, առաջին տպավորություններից մեկը այն էր, որ այնտեղ նաև իրենց կողմից զոհվածների նկարներն էին եւ այդ հուշատախտակներն էին, որ նույնպես տպավորիչ են։ Հայաստանում սահմանամերձ գյուղերից Սյունիքի մարզի ներքին Հանդ գյուղի գերեզմանոցն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Բնակիչները մամուլի հետ զրույցում ընդգծում են, չեն կարողանում այցելել իրենց գերեզմանները։ Իսկ 2025-ին ադրբեջանական կողմը կրակում էր նաև Սյունիքի Խնածախ ու Խոզնավար գյուղերի վրա։ Տների տանիքներ, ջրատաքացուցիչներ են վնասվել, նաև մանր եղջերավոր անասուններ։ Մելիքսեթյանն ասուլիսին խոսել է Հայաստանի շրջափակումից դուրս գալու ծրագրից, նշել, որ Բաքուն կարևորում է թրիփը։ Նաև կարծում է, թե Հայաստանի փակ սահմաններ ունենալը հայերի հոգեբանության վրա ազդեցություն է թողել։ Ինչու են մեր ճանապարհները եւ որ ասում եմ, այս խնդիրները մենք ունենք, որովհետեւ մենք սովորել ենք փակ սահմաններին, մենք տրանզիտային երկիր չենք դարձել, ու երբ որ տրանզիտային երկիր չես, դու չես մտածում այդ ճանապարհների որակի մասին, որ դու ունենաս մրցունակություն այս դաշտում, եւ սա շատ կարեւոր է, որ մենք նաեւ ադապտացվել ենք, այս հոգեբանության հետ եւ որ Բայց երբ շրջում ենք Երևանում եւ մարզերում, քաղաքացիները անդադար խոսում են ճանապարհների որակի մասին, պահանջում լցնել խրամատի նմանվող փոսերը։ Կատաստրոֆիկ փողոցների մասին էլ չասեմ։ Խայտարակություն աղջիկ ջան, խայտարակություն։ Քաղաքասարակության ներկայացուցիչները խոսել են նաև գերիների վերադարձի մասին։ Մենք չենք առանձնացնում ռազմաքաղաքական եւ այլ, մենք ընդհանուր առմամբ պահվող անձանց մասին ենք խոսում եւ նորից եմ կրկնում, մեր մոտեցումը հետեւյալն է, չի տեղավորվում այլևս այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ։ Ադրբեջանցիները բարձրաձայնել են նաև անհետ կորած անձանց վերադարձի հարցը, խոսել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունից ու ցույց տվել ակնհայտ հետաքրքրվածություն։
Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։